Պարոն Աբրահամյան, լեքեցիկ ազգային ժողովի դահլիճը չեք մտածում, որ հնարավոր է այսօր քվեարկություն տեղ ունենալ, թե արդեն գիտեիք, որ քվեարկություն է լինելու, դրա համար գնացիք։ Քվեարկության մասով մասնակցելու ենք, բնականաբար, ինչ վերաբերում է դահլիճը լքելուն, դրա մասին արդեն խոսել ենք, բարձրաձայնել ենք պատճառները, որ նիստը վարողը փաստացի նիստը վարելու փոխարեն շատ հաճախ զբաղված է լինում մեկնաբանելով կոնկրետ խմբակցության անունից, պատասխանելով, եթե ասելիք ունի, կարող է առաջ ասում էր, ես ընդհանրապես ստերին եմ արձագանքում եւ ամեն անգամ սուտ են խոսում ընդդիմադիր։ Կարող է եկեք նախ որակումներ չտանք, այո, մեջբերում հասկանալի է, եթե ցանկություն ունեն, կարող են հերթագրվել խոսել, նիստը նախագահողնել միշտ հնարավորություն ունի արտահերթ ելույթի կամ արտահերթ հարցի։ Այսինքն կանոնակարգի խախտում եք դուք արձանագրում, բայց ասում են, այդպիսի լիազորություններ ոչ չունեն, որովհետև այն իրականությունը, որի մեջ, այսպես ասած, մեր հարգելի գործընկերները այն իրականությունը, որը որ իրենց պատկերացումները ու մեր պատկերացումները բազմաթիվ հարցերով տարբեր են եւ եթե ամեն մի մտքին այսպես ասած արձագանքի նիստը վարողը, ապա նիստը կվերածվի բնականon ընթացքը կխաթարվի, ինչը մենք տեսանք մի քանի անգամ, մի անգամ չի եղել, երկու անգամ չի եղել, այս օրերին պարբերաբար ականատեսն ենք լինում, որ երևի այսօր, չգիտեմ, կարելի է նստել հաշվել, քանի անգամ է դա եղել, մեկ անգամ չէր, որ ասեինք լավ, պարբերաբար սրա մասին մենք խոսել ենք եւ հարկեղած դեպքում նաեւ արձագանքել ենք դահլիճը։ Պարոն Աբրահամյան, իսկ ինչու հետ եկաք։ Խմբակցության նիստ ունենք տեքնիկ։ Երբ ամեն անգամ նման իրավիճակ լինի, խմբակցությունով վեր եք գնալու շենքից հեռանաք։ Նման իրավիճակ ինչպիսին։ Ըստ իրավիճակի որոշում ենք կայացնելու, ստեղ հաշվի առնելով, որ կոպտորեն կանոնակարգի խախտում տեղի ունեցավ, որոշում կայացվեց լքել նիստերի դահլիճը, այո, որովհետև Դավիթ Ղազինյանին կարելի է ասել ընթացակարգի խախտումով նաև ձևակերպենք խնդրեցին լքել դահլիճը, ինչը կանոնակարգի խախտում էր, դրան մենք ավելի մանրամասն կանդրադառնանք։ Պարոն Աբրահամյան, կարծում եք սա դաս կլինի իշխանության համար, որ այլևս ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ձեր կողմից առաջադրված թեկնածուներին։ Դուք ունեք այլ Կարձագանքենք, մեր թեկնածուներն իրենց ելույթներում նշել են, որ չեն խնդրելու բնականաբար, որպեսզի կողմ քվեարկեն, ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա պարոն Կարապետյանն էլ իր ելույթում նշեց, որ մեր թեկնածուները համապատասխանում են բոլոր չափանիշներին եւ ըստ իրենց մասնագիտության եւ անցած փորձի որևիցե այսպես ասած չհամապատասխանություն այս առնչությամբ չունեն։ Դուք արդեն որոշում ունեք իրենց թեկնածուներին ինչպես եք քվեարկելու, պարոն Աբրահամյան։ Խմբակցության նիստ կունենանք հավանաբար վաղը առավոտյան քվեարկությունից առաջ եւ ընդհանուր բոլոր 12 հանձնաժողովների մասով քննարկում կունենանք։ Պարոն Աբրահամյան, իսկ եթե իշխանությունը չընտրի, ընդդիմությունը նույն անձանց է առաջադրելու այդ պաշտոններում, թե այլ թեկնածուներ ունեք։ Պարոն Կիրակոսյան, քվեարկությունից հետո ունենալու ենք խմբակցության նիստ, որի արդյունքներով որ կայացնելու ենք հետագա անելիքները, երկու տարբերակն էլ բնականաբար դիտարկում ենք, տեսնենք։ Բոլոր իրավիճակներում դուք ասում եք խմբակցության նիստ ենք անում։ Բնականաբար 15 րոպեն մեկ ձեր խմբակցության նիստ։ 15 րոպեն մեկ չէ, բայց առանցքային հարցերի շուրջ բնականաբար խմբակցությունով նիստ ենք անում։ Ստրատեգիա մշակած չի ունենաք։ Ունենք իրավիճակում ինչ եք անելու, եթե Ունենք տարբեր իրավիճակներ, պրոստը ուղղակի եթեներով չենք շարժվում կոնկրետ իրավիճակին, խմբակցությունը արձագանքում է։ Պարոն Աբրահամյան, առաջիկայում ազգային ժողովի դատնիկ ներկայացի կառավարության ծրագիրը, որպես խմբակցության քարտուղար կարող եք ասել ինչ տրամադրվածությամբ եք մասնակցելու քննարկումներին, կառուցողականության, բարեկրթության, բարեվարկության, ձեռք բերված պայմանավորվածությունների հարգմամբ, թե կլինեն
սուր ճղագրգիռ ելույթներ։ Բնականաբար մասնագիտական առաջին հերթին, բայց նաև քաղաքական գնահատական եւս անպայման տալու ենք։ Իսկ ցանց եք ծրագրին ազգային ժողով ներկայացվել է։ Ազգային ժողով, չգիտեմ, միգուցե ներկայացվել է, ես դեռևս չեմ ծանոթացել, իմ տեղեկություններով դեռևս ոչ չի եկել։ Ոնց որ 20 օրյա ժամկետում է ներկայացվում, եթե չեմ սխալվում, եւ երևի թե մյուս շաբաթ։ Պարոն Աբրահամյան, այսօրվա ձեր արարքը դաս կլինի ԿՊ-ի համար, որ այսօր ցենց ռեպլիկներով չխանգարեն ընդդիմադիրներին, ինչ է կարծում, կփոխվի վարքը, թե չէ։ Ինձ թվում է լավ կլինի այդ հարցը ուղղեք կոնկրետ համապատասխան նայող ուժին, համապատասխան ուժի համապատասխան ներկայացուցիչներին։ Շնորհակալություն։ Մերսի։